Արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները պարբերաբար արմլուրին են ահազանգում, որ հեղուկ գազի գները աստիճանաբար աճում են։ Օրերս էլ վարորդները նաև սկսեցին դժգոհել, որ Երևանի գրեթե բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ չկա։ Խնդրով պայմանավորված Արմլուր ԵՄ այցելեց Նոր-Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Օրանժ գազալցակայան, որտեղ էլ արձանագրեց մեքենաների հերթ։ Մեծ զրույցում վարորդները ներկայացրեցին իրենց դժգոհությունը։ Երկար ժամանակ է, որ հերթում սպասում եք։ 15 րոպե կա արդեն։ Ինչքանով եմ գնելու, գինը գրած 270 դրամ։ Հա, հարմար է ձեզ համար, թե։ Դե իհարկե հարմար չի։ 180-ից դառել 270 դրամ։ Դու հարմար, հասարակական։ Ձեզ համար հասկանալի է պատճառը, որն է, որ Չեմ կարող։ Ասում են Լարսը փակ է, չգիտեմ։ Ասել է ես իմ ուր արդեն, իմաստը չկա։ Բոլոր տեղերն է դա։ Որ չգիտեմ, հիմա բան չկա ասելու, կառավարությունն է մեղավոր։ Ձեզ համար ենթադրելի է պատճառը, որն է, որ դուք այսպես թանկացավ։ Չգիտեմ, ռուսերևի թանկացել է։ Չգիտեմ Նիկոլը ինչ է ասել, թանկացել է։ Ես երկու օրվա մեջ գազ չեմ լցել, նոր եմ հիմա լցնում, բայց լսել եմ, որ 300-350 է դաժե ստե է եղել, չգիտեմ ոնց է 270 Հերթում ինչքան ժամանակ է, որ սպասում եք։ 20-25 րոպե։ Բայց աշխատակիցները ինչ են ասել, լինելու է, հասնելու է ձեզ։ Դե չեմ մանում, elə չեմ մոտիկացել։ Հիմա բենզինով եք քշում։ Այո։ Հարմար է բենզինով ինչքան եք։ Չէ, բենզինն էլ է թանկացել, ամեն ինչը թանկացել։ Ձեր դժգոհությունները ներկայացնեք, ինչ դժգոհություններ ունեք, ինչ եք կարծում, ինչի հետ է կապված, որ հեղուկ գազ դժվար են գտնում։ Դա ինձ թվում է այս քաղաքական վիճակը, էլի, այս պատերազմական կարելի ասել միջազգային ազդում է, էլի, այս Իրան, Ամերիկա, ինչ որ տենց մի խոսքով մենք էլ ենք դժում։ Էտա, թե չէ, ինձ թվում է այդ որ կարգավորվի մի քիչ։ Ինչ դժգոհություններ հիմա ունեք։ Դե դժգոհությունը ասելով, ասենք, հերթերի բանա ու ասենք չեմ հասկանում, եթե կա գազ, ինչու է, ասենք, մի քանի լցակայաններում, էլի, հիմնականում, ասենք, պետքա գոնե այնենց բաշխեին, որ գոնե ժողովուրդը չտուժի, էլի, հերթերի պատճառով, ասենք, գոնե մի քանի կայաններում լինի, էլի։ Իսկ շատ են թանկ վաճառում։ Դե իհարկե, անցյալ տարվա վրա որ նայում ենք, վերանայում ենք, ահագին ահռելի, ես կասեի 100-100 քանի դրամի, մոտավորապես 140-130 էր տատանվում էլի անցյալ տարի, բայց այս տարի մենք զգացինք էլի, որ 200-190 հիմնականում տես չի չավել էլի, տենց զգալի ձևով, հիմա էլ արդեն տեսնում եք ինքներդ, որ 270 Ճիշտն ասած չեմ խորանում, բայց որ փորձենք մենք դիտարկել, կնկատենք, որ միգուցե կարող է նաև չարաշահումներ լինի։ Ես չեմ կարա հստակ ասեմ, էդի տվյալ մարմինները, ով որ զբաղվում է, իրանք թող զբաղվեն, եթե կգտնեն, ինձ թվում է պիտի կարգավորող ինչ-որ հանձնաժողով ստեղծեն, այս ամեն ինչը միշտ էլ զգացել ենք մենք ժողովուրդով, որ տատանման դեպքում տուժում ենք մենք ժողովուրդը հասարակ, ես կուզենայի օրինակ, որ մի քիչ ավելի քիչ ձևով մոտիկանային էլի այդ վերահսկող մարմինները փորձեին գոնե կարգավորեն։ Իշխանությունները նաև ասում են, որ ադրբեջանական բենզինը որակյալ է եւ ավելի մատչելի է։ Չեք ցանկանում ադրբեջանական բենզին գնել։ Ես ճիշտն ասած չեմ գնել այսքան ժամանակ, մի անգամ, երկու անգամ ա եղել, բայց հիմնականում ունեմ իմ տարածքը ջրվեժում եմ բնակվում։ Հիմնականում ինձ մոտիկ, որը որ հարմար է, մոտ է, ընդեղից էլ օգտվում ենք, ճիշտն ասած չեմ փորձել նայել այդ 10-20 դրամ եւ այլն, օգտվել եմ ինձ հարմար։ Ինձ թվում է բոլոր վարորդներն էլ տենց են անում էլի։ Ամեն ինչ հիանալի է։ Իրանց ասելով Լարսը փակ է, մնացածը չգիտեմ։ Իսկ ադրբեջանական բենզին չեք գնում, իշխանությունը ասում է մատչելի է, որակյալ է։ Այդ էլ բաչելի չէ։ Չեք փորձել, վերջ գնել եք։ Չէ, ճիշտ ասած։ Շեստը լավ են լցում դրա համար ստերեմ։